տեսեք 1920 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ-ը ճանաչեց Հայաստանի անկախությունը, ընդունեց մեր դիվանագիտական ներկայացուցիչին, ուղարկեց իր դիվանը, բայց չճանաչեց ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի անկախությունը։ Սա շատ կարևոր հարց է։ Այ իրենց համար ուրիշ է, բայց եւ չճանաչել, գիտեք ինչ է։ Այնտեղ առաջին պատճառն են էլ, որ ինչ որ դուք երևակայում եք, որ ձեր երկիրն է, ձեր երկիրը չի, որովհետեւ դուք որևէ վերահսկողություն չունեք, մասնավորապես Ադրբեջանի պարագային, դա վերաբերում է Ղարաբաղին, որ դուք ոնց եք ասում ձերն է, ինչով է ձեր Ղարաբաղը։ Եվ հստակ է, կա ամերիկյան դինքորը կազմակերպության, որ գրած է, եթե անվիճելի երկու տարածք կան, որ Հայաստանի Հանրապետությանն են պատկանում, դա Ղարաբաղն է եւ Ախալքլակի շրջանը։ Որտեղ այդ երկու շրջանում են, որ հայերը 90 եւ ավելի տոկոս են։ Մնացած շրջաններում, անգամ Ահրատյան դաշտում, հայերի տոկոսը շատ ավելի քիչ էր։ Եվ այդ երկու անվիճելի տարածքները ճակատագրի հեգնանքի պատճառով գիտեք ինչ եղավ։ Բայց դա ամնի դիրքորոշումն էր։ Ցավոք սրտի, նորից չհաջողվեց ինձ երկար տարիներ նույն արտգործնախարարությունում հասնել նրան, որ այս ամբողջը պետք է հանել, ցույց տալ, խոսալ, ասել, իրանց աչքը կոխել, ասել, որ սա սենց է, դուք ոնց եք հետ կանգնում։ Տեսեք, մենք չգիտես ինչի անընդհատ հիմա էլ կան, թշնամու կողմից ենք մտածում։ Այսօր Ադրբեջանը պաշտոնապես ՄԱԿ-ում փաստաթուղթ է տարածել եւ դիմել է մարտի 31-ը որպես ադրբեջանցիների ցեղասպանության օր ճանաչելու համար։ Հայերի կողմից ադրբեջանցիներին ցեղասպանության ենթարկել եւ գրած է 1918 թվին։ Դա այն թիվն է, որ Շուշիի ջարդը եղավ, եթե հիշում եք։ Այդ թիվն է, որ Նախիջևանում հայերին կոտորեցին եւ դրանից հետո մարդիկ անում են։ Ես այդ վստահեցնում եմ ձեզ։ Ոնց որ իրանք հասան նրան, որ Խոջալուի իրենց իսկ կազմակերպած ջարդերը այսօր շատ երկրներ ընկալում են, չեմ ասում անգամ ճանաչում են, ցեղասպանություն սա էլ է գալու։ Մեր լռությունը մեր դեմ է օգտագործվում, որովհետև լռությունը համաձայնության նշան է։ Եթե դուք չեք առարկում, չեք ասում, որ այդպես չի, ինչ ասեմ, Գաբոնի կամ Զիմբաբվեի կամ Պերուի դիվանագետը ինչ պիտի իմանա իրականությունը որն է։ Այս կողմից ասում են, որ հայերը մեզ կոտորել են 1918-ից, այն կողմից ձայն չեն հանում, դե ասում են ուրեմն այս է իրականությունը, դե հիմա ինչ կա։ Դե եկեք քվեարկենք, ճանաչենք ցեղասպանությունը, իսկ դա այդպես չի լինելու, մենք գիտենք, չէ՞, այնտեղ հատուցումների հարց կա արդեն, թվեր են արդեն հնչեցվել 150 միլիարդ առնվազն, մինչև $1 տրիլիոն մասին է խոսքը գնում։ Եվ այլն։